պատահաբար իմ ձեռքը ընկավ 1956 թվականին, ուրեմն Գյունտեր Անդերսի մի հրապարակումը, ինչպես մանիպուլացնել հասարակությանը, եւ երբ որ կարդացի, ինձ թվաց, ուզում եի Գյունտերի տեղ ասեի Նիկոլ դու ես, որովհետեւ ֆանտաստիկ էր գրված, այն ինչ որ հիմա Նիկոլը անում է, այսինքն ապահովել հսկայական շեղում հասարակության եւ կրթության միջև, խրախուսել անգրագիտությունը, ամեն ինչ անել, որ բանականությունը անջատվի մասսայի, որպիսի մասսան չտա հարց, ինչու, ինչի համար, բա ինչա լինելու, եւ ամենակարևորը հասարակությանը տալ տոնակատարություններ, տալ շոուներ, նրան անընդհատ ներարկել եւ ներշնչել, որ ինքը երջանիկ կա, որ ինքը լավ է ապրում, ուստի երբ որ այստեղ մի բաներ կար, հա, շշմելու, այդ ուրեմն Գյունտեր ուրեմն Անդերսի, որ անընդհատ ուրեմն մասսաների համար տեղեկատվությունը պիտի լինի ցավազրկված, այսինքն ոչ մի նեգատիվ, այն ինչ որ Նիկոլը անում է, սրտիկներ, դիսկոտեկա, խվածքաբլիթներ, կրծքանշաններ, պաչիկներ, բանտիկներ, դիսկոտեկաներ եւ այլն, այսինքն մեր հասարակությունը ստանում է ռաֆինացված, ցավազրկված, ինչպես դեռ 1956 թվականին ասում էր Գյունտեր Անդերսը, տեղեկատվություն